Albert Tour, միջպետական լիցենզավորված կանոնավոր ուղևորափոխադրումներ, հարմարավետ, անվտանգ եւ բարձրակարգ ավտոբուսներով, յուրաքանչյուր չորեքշաբթի եւ կիրակի օրերին հետեւյալ ուղղություններով. Երևան, Ռոստով, Վորոնեժ, Լիպեցկ, Մոսկվա, Երևան, Վոլգոգրադ, Սարատով, Սամարա, Ուֆա եւ հետադարձ։ Հասցե աշտարակի խճուղի 1 կոտորակ 1։ Որ ես իմ մռուսին չլավացնեմ, ով լավացնելու։ Դիմադրողականությունից շատ անկել մռուս։ Որ ասում էի սալը ջրով բազեինում չլողնենք։ Այս տղան այդքան մրսկան լինի։ Ինչ ես եղել։ Սա իջացնենք 15-ի վրա ու մի անգամից կդզվես։ Արի ես կանդիցիաները անջտի թեշեստուց գցում եմ։ Դսի մեղ կա չի դիմանա։ Արի փրգիք ու մինուճեր, մինու բախտ աղբենյակին։ Գցում ես գցի։ Հələ տնա ոնց ես գցում։ Դավայ։ Մամա։ Ապեր հիմա պարան տալիս եք իջնեմ, թե ծեցել իջնեմ։ Հենց այդտեղ իջի։ Տովորսեցի չէ կարող եմ միջև վերջ իջնել։ Ու ավելի ուրախ։ Հələ մի րոպե հմբո է, ասում եմ հմբո, Գագո։ Ինչ ես ուզում իջնես։ Ապեր ես պետքա գնամ Կարինեին տենամ, բայ։ Ուզում ես իջի դուրը ծեցի, ասա եկել եմ Կարինեին տենամ։ Չէ, թողո։ Հմբոտ ջան, ցավը տանեմ։ Ես վաղը նենց կանեմ, դու կգնաս Կարինեին կտենաս, աղբորպես մենակ այսօր գնա, թող մենք էլ հանգիստ քնենք, էլի ապեր, աղբորպես։ Ապեր։ Հա բավաց ապեր։ Վերջ չկա մի հատ կոֆե դրեք, խմեմ գնամ։ Ես եմ, Կարինե ջան, չճանաչեցիր։ Ոնց ես մտել։ Պատուանից։ Ավելի ճիշտ է կրակածիլների մոտից եմ իջել էլի։ Ախր չի կարա չգայի Կարինե ջան։ Համբարձում եմ, որ քեզ տեղ տնեմ, գիտես ինչ կանեն։ Հայ ցավը տանեմ ես հայ ընկնում էի քյաբրլամի շլնեի։ Դրանից որ չվախեց այմ այլ ոչ մեկից չեմ էլ վախենա սիրուն ջան։ Համբարձում խնդրում եմ քեզ գնա։ Ես քեզ վաղ կզանգեմ կտենենք իրար։ Գնամ, ուղղակի մի քիչ քեզ նայեմ նոր գնամ էլի։ Ես բան չեմ խոսա, ուղղակի մի քիչ նայեմ, լավ տղա է։ Համբարձում խնդրում եմ գնա, էլի ես հիմա շատ լարված եմ, խնդրում եմ գնա։ Հետ ինչ աշխատում որ այդ տղեն, չէ դու ինձ ասա։ Համբարձում այդ կարևոր չի։ Իսկ ես սրճարանի տնօրեն եմ, բա։ Էլի նույն հմբոն ես մնաց։ Ախր դու իմ կինը չլինես ելով ըլնի։ Ախր հլստեղ տա է, նա ինձ սիրուն մռուտ ունես։ Ես չեմ կարա քեզ չսիրեմ, Կարինե ջան։ Դու քո մարդուն շատ ես սիրում։ Համբարձում վերջ գնա։ Գոր, այդ ում այդ ես խոսում։ Հա? Համբարձում։ Ինչ ես ուզում, Կարինե։ Ուզում ես քեզ հենց վաղը ուղարկեմ Ռուսաստան, հա? Ինչի էր էդը խոսում։ Ինչ էր ասում, հա? Կարող է իմացել, որ ամուսնացած չես։ Կարինե, ասել ես, որ ամուսնացած չես։ Դուր
իրան տենց բան ես ասել կար։ Դու ասացիր։ Կար դու ինչ ես իրան ասել, այդ կասես։ Ասել ես իրան տենց բան։ Չէ, չեմ ասել։ Ուրեմն ինձ լսի։ Շատ ուշադիր։ Սրանից հետո հենց համբարձումը զանգում է քեզ, ընդհանրապես իր զանգերին էլ չես պատասխանում։ Եղավ։ Լավ։ Դու համոզնացած չես։ Կարին։ Գժվել ես Կարինե։ Ինչի խփեցիր։ Հա Կարինե։ Վռամ, նենց բան եմ իմացել։ Ինչ է աղջի։ Հենց նոր ասեցին, որ լրագրողներ պիտի գան ու հարևաններից քո մասին պիտի հարցնեն։ Իմ մասին ինչ պիտի հարցնեն, այ աղջի։ Ինչ տիպի մարդ ես, հարևանության համար… Սպասի։ Ոնց ինչ տիպի մարդ եմ։ Այսինքն աշխատանքից դուրս էլի հարևանների համար ինչ մարդ ես։ Ցենտր։ Հա։ Հա։ Հարևաններն էլ այդ պատասխանը կասեն։ Դու միանշանակ այո, աղջիկ ջան։ Վռամ, մենք հաստատ մի բան պիտի մտածենք։ Իրանք այսօրեկուց անպայման կգան։ Ու ես չեմ կարծում, որ հարևանները քո մասին մենակ լավ բաներ կասեն։ Այ աղջիկ ջան, ով պիտի իմ մասին բադ բան ասի, հա։ Ով այդքան դուխ ունի, որ Արև Շատյանի մասին բադ բան ասի։ Սաղ էլ լավ բան են ասելու, էլի։ Քեզ թվում է։ Մեծերը կարող է վախենան ճիշտը չասեն, բայց ենթադրենք մի երեխու հարցնեն, ու սա դնի սկզբից մինչև վերջ ճիշտը պատմի, ինչ պիտի անենք։ Դու լսի, ինչ ուզում են պատմեն, ինչ ուզում են ասեն։ Մեկը ինչ էլ ասեն, լավ բան են ասելու, էլի։ Վռամ, այսքան ժամանակ դու ինչ ես արել հարևանների համար, հա։ Մի լավ բան արած կաս, մի բարեգործություն արել ես, որ այդ մարդիկ քո մասին լավ բաներ ասեն։ Դու այ աղջիկ ջան, ոնց կարող եմ ես լավ բան արած չնեմ։ Քեզ հիշու որ բան է արեցի։ Ինչ։ Մի րոպե, սպասի։ Այ աղջի, ես հարևանության համար լավ բան չեմ արել, հա։ Դու սպասի հիշեմ է։ Սա չես արել, ոնց կարող եմ ես արած չել։ Հիշեցի։ Շունը։ Շունը ինչ։ Այ աղջիկ ջան, մեր հայաթի շունը։ Վռամ, մեր հայաթի շունը ինչ։ Լսի, Մարգարիտա, փողոցով որ գողմով անցնում, այդ շունը հաչում է։ Սպասի, ասենք շունն է հաչում, ես դրա մեջ ինչ լավություն եմ արել, որ։ Բա որ ասում եմ։ Բանը լույսը, այն մեր տանդեմի պրոժեկտորը, որ սաղ տարածքը լուսավորում է, այդ քիչ բան է։ Գիտես ամսեկան ինչքան փող եմ ես բուծում այդ լույսի համար։ Այ մարդ, այդ խեղճ մարդիկ մեռան ասելով գիշեր այդ լույսը անջատեք, որ կարողանանք քնենք։ Բա ասֆալտը 2 ամիս առաջ սաղ թաղը չասֆալտեցի։ Հա, ասֆալտեցիր, որ պոկվում է։ Սպասի, այդ ցավատանում, նյուժելի ես այդ մարդկանց համար հեշ լավ բան չեմ արել։ Այն մեր դիմացի հարևան էին անգամ որ եկավ։ Երեխու ուսման վարձի համար քեզանից պարտքով փող խնդրեց, չտվեցիր։ Այն մեր փողոցի ամենավերջի տան հարևանը եկավ քեզանից աշխատանք խնդրեց, մերժեցիր։ Ով ինչ հարցով այսքան ժամանակ քեզ դիմել է, մերժել ես։ Դու այ աղջիկ ջան, հերիք գլխից լոլո կարդաս։ Մենակ այն փաստը, որ Արև Շատյանը այս թաղում ապրում, սա պիտի գոհ ու շնորհակալ լինեն։ Բա ոնց։ Արև Շատյանի խաթրա, որ այս թաղը անառիկ է։ Արև Շատյանի խաթրա, որ թաղում ոչ մեկի խաթրին չեն կպրում։ Կարող է մարդիկ սոված քնեն։ Դա չեմ բացառում։
Բայց կքնեն միայն ապահով։ Այդ քիչ բանա Ստամոքսի հանգստությունն է կարևոր, թե հոգու։ Ստամոքսը, Մարգարիտա, դա բանա, դա մարմնեղեն է։ Իսկ հոգին դա վեհեղեն է։ Ես մարդկանց հոգեկան եմ բանանում, էլի են բանից այդ ապահովում։ Բռան, որ ինձ լսես, հարևանների տներով կանցնես, քեև հալ կհարցնես, կիմանաս ով ինչի կարիք ունի, ձեռք կմեկնես, հա։ Տոլոսի այ Մարգարիտա, հիմա քո կարծիքով ես պիտի Հավայի փողեր սկսեմ բաժանել, հա։ Լսի, մարդիկ իրանց փիրարի համար գիտես ինչքան փողեր են ծախսում։ Ինչի համար։ Փիրարի համար։ Այ աղջիկա, փիրար չէ, փիար։ Լսի, քո մասին պիտի մենակ լավ բաներ խոսան, որ մարդիկ էլ շահագրգռվեն ու քո արտադրանքը առնեն։ Դու արի ավելի լավա քո փիարի վրա մտածի ու գնա ինձ մի բաժակ տոմատի սոկ վեր խմեմ։ Դա, Մենո, գրակի մեջ ենք ապեր։ ինչ եղավ, պարոն Արշակյան։ Տոլոսի, դու եք ասես մայ մլո խոսնյակ ես, հա։ Ախպերս մի քիչ ուղեղից զոր դուր։ Մի քիչ մտածի էլի։ Սաղ թողում ես վերջին օրվան ապեր։ Հա, բայց ինչի մասին է խոսքը, պարոն Արշակյան։ Մելո, իմ հարևանությունից ո՞նց տղա է ճանաչում, հա ապեր։ Դե դուք պիտի իմանաք։ Արա, ես չէ, դու պիտի իմանաս դու։ Մելո, ուրեմն այսօր գալիս ես մեր թաղ։ Ֆրֆռում ես սաղ հարևանների տներով, շնորհավորական բացիկներ ես սաղին բաժանում իմ անունից։ Հետաքրքրում ես ով ինչ կարիք ունի, բան ունի, ասում ես շատ շուտով Արևշատյանը սաղ կարիքները, սաղ բաները բան կանի, էլի։ Հա, շատ լավ է, բայց ինչ արի տո շնորհավորեմ։ Արա դու ես շատ եմ ինչը շնորհավորես, շնորհավորել բան չկա, այս վերջերս ինչ տոն մոն ա եղե, չես հիշում, հլի իշի։ Դե տոն մոնը չիդեմ, բայց այս վերջերս ամենաակտուալ թեման թանկացումներն էր։ Հիմա ինչ ենեմ, թանկացումների համար շնորհավորեմ։ Թեկուս, մի խոսքով, սաղ թողնում ես այդ գործով ես զբաղվում, եղավ ելո։ Ես ինչի մորժը չի գալու մեր այդ հացուտա, կանչալը։ Մարուշ, ինչի չես գալիս հաց ուտենք։ Սոֆա, ես ձեր հետ հաց էլ չեմ ուտելու։ Պապա տնից հաց ուտում, ակաշներս թափում է։ Հա դե հիմա այդ մարդն էլ տենց է հաց ուտում։ Ինչ գնանք ասենք մի կեր։ Ասե թող չճալեցնի, ես չեմ կարող տենց հաց ուտում, Սոֆա։ Մարուշ, ես իրան տենց բան չեմ կարա ասեմ։ Դու գնա հանգիստ քո հացը կեր։ Ես հեսա կգնամ դուրս միտեղ հաց կուտեմ։ Պապան չի թողնի, որ առանց հաց ուտելու դուրս գաս տնից։ Սոֆա, ես չեմ կարող իր հետ հաց ուտեմ։ Ես չեմ կարող այդ ճպոստերի մեջ հաց ուտեմ, ես տես մարդ եմ, չեմ կարող։ Ուրա։ Պապ ինքը սոված չի։ Տոկոն սոված չի։ Մեր այդ հաց չի ուտում, հետո մեկ որ վերջացնում եք իրան կծումա կուխտնա ու ինչ-որ ատամի տակ ընգնի աղմա։ Լայախ չի անում, հա մեր այդ հաց ուտա։ Վարուժ եկար։ Զորիցա դուք անուշարեք, ես սոված չեմ, էլի կերեք դուք։ Ասի վարուժ եկար։ Եկար Պողոս։ Նստար։ Կթարը վեկալար ու կերար։ Ուրա կարգին ծամամ յա։ Նորմալ ծամում եմ, Զորիցա։ Էդ նորմալ է, արա։ Հլմա նորմալ լոնոնցաներով կեր, հլը։ Լավ էլի Զորիցա։ Լսի, Մարուշ,
Այդ ուտելիքը մարդու բերնի մեջ պետք է սենց խաղա, հետո նոր ուտվի։ Հələ մա դավայ այն ճարապցներով կերելա։ Արա, նայի ոնց պետք է ուտեն, դու նայ, ահա, նայսես, մեկ անում ես, ահա։ Այսենց խզարա թող էտա։ Հիմա մխոստելներ սատրջան էր կտա։ Դու էլ գնացիր էլի աղբերս Մոսկվա։ Հա, տղեկ ջան։ Աշխատանքային գործիքով բանով գնում ես, հա։ Դե բա ինչ անեմ։ Գագո Էրիկա գալա ջանեք։ Թողեք մարդը գա տեղավորվի։ Լավ աղբերս գնա նստի ցավը տանուց։ Հաջող ապուճ։ Հաջող։ Արի, Կարո ջան, արի ապեր, նստի լետենամ, էդ ինչ ես բողոքվել ատեցի տիմերով, հա? Չեմ բողոքվել, Վլամջա, դու գիտես ես քեզ ոնց եմ հալգում սիլում։ Դու իմ համար ոնց որ ասենք սենց։ Դա մի րոպե։ Դու ինձ կոնկրետ ասա, ինչ գործ ես ուզում։ Վլամջա, դե տիլություն անելու գործ լինի, էլի, ես ոնց որ այդ թեքումով եմ մեծացել։ Ապեր, դու գիտես որ պրոբլեմ չունես։ Մտածի, ինչ ես ուզում, արի ինձ ասա։ Ապեր, հեր քաղաք։ Նա տես ինչից կարելի է փող սարքել, քերել, բան Մի տարի ինձ ասա, ես էլ բանանը տիրություն արա, էլի։ Ալտեն մտածած է, Վլամջա։ Յո, հələ դավայ։ Վլամջա, ասում եմ քաղաքում կալմիլ գծել քաշ, հա։ Որտեղ կան մալտիկ կանգնեն, 5 րոպեից ավել կանգնեն, գանձենք։ Հետո հələ դավայ։ Ասենք եթե 5 րոպեից ավել են կանգնում, 100 դրամ են գանձում, 15 րոպեն 200, 20 րոպեն 500 Վլամջա։ Եթե մի տարի են կանգնում, 20000 դրամ։ Արա մի տարի ո՞վ պիտի կանգնի, արա գժվել ես արա։ Կանգնողն էլ կլնեն, Վլամջա։ Դու լսի Կարո, մի տարի կանգնած մնա արա։ Հա, ինչի՞ չէ որ։ Լավ, ինչ որ այա, այդ միտքը հաստատ դուրս եկավ, բայց հատկապես կանգառներում կարելի է կարմիր գծով գծել, որովհետև կանգառները ոնց լինի միշտ էլ մարդ կլի կանգնած, էլի։ Հա, կանգառներում, շենքի մոտ, դպրոցի դեմը, հրապարակի ժամի տակ։ Արա ջա։ Կարո ես միտքդ ոնց դուրս եկավ։ Բանանեմ ես 100%-ով այդ բիզնեսը պիտի խոդի տամ, բայց 60-ը 40 պիտի անենք։ Այսինքն 60-ը ինձ, 40-ը քեզ, համաձայն ես։ Ալց չկա Վլամջա։ Всё, вперед! Вот ասում են ջանիմ չքնախ Հայաստան։ Սուս, ես գնամ մի քիչ ման գամ, լավ։ Ինչի, հենա սպասի, իրիկուն միասին կգնանք, էլի։ Դե ուզում եմ մի քանի հագուստի խանութ մտնեմ։ Լավ, մենակ շուտ կգա։ Եղավ։ Բարև իմ սիրուն Կարինե ջան։ Բարև։ Իսկ գիտես չէ, ես մի ժամա քեզ եմ սպասում, ուզում եմ քեզ տանեմ մեր տուն մերոնց հետ ծանոթացնեմ։ Չէ, համբարձում։ Ինչի՞։ Որովհետև ես քեզ ընդունում եմ որպես ընկեր, դրանից ավել ոչ մի բան չի կարող լինի։ Բայց ախր ո՞նց չի կարող լինի Կարինե ջան, ախր դու ամուսնացած չես, ես քո համար գժվում եմ, էլ տակի ինչ ամանում, սուսիկից ես վախում։ Չէ, այ համբարձում ջան, չէ։ Դե բայ ինչ կա։ Կարինե։ Դունացի շուտ։ Էս էր հա քո խանութ գնալը, հա։ Հա, բայց ես չգիտեի, որ ինքը գալու է։ Մենք քո հետ վերևում կխոսանք։ Բարձրացի։ Համբարձում տղա։ Եթե դու մի անգամ էլ Կարինեին անհանգստացրիր, իմ ձեռից չես բրցնի, հասկացար։ Շուտ գնա, շուտ։ Գնա։ Ես դու ոնց որ լավ ես, հա? Քո գործը չի։ Հա լավ չի որ քեզ կոփեցինք։ Այսա դու հիվանդ կնես քեզ կմցնեմ սարը մարազիլկեն կտենամ էլ այդ վաղտ ինչ ես ասել։ Մեկը դու առողջ ժամանակ է սրտին չես դիմանում։ Լավը, ես ինձ տես դզում եմ։
Բա որ ամուսնանես ինչ ես անելու։ Անուշիկը գիշերը օթորակի չկմիացնի ու դու չես կարողանա քնես։ Օթորակիչը ո՞րն է։ Նույն ինքը կոնդիցիոները։ Հա։ Էդի արդեն Անուշիկի պրոբլեմն է, ես մտածելու բան չունեմ։ Արա ես մորթեց արա։ Ժանի։ Ապեր, ինչ արեցիր։ Արա Ժանի ասեցի սաղ դոշնի կնի չէ։ Հա, բայց երբ մխո ջան։ Ես տղայնակներին ասել եմ արդեն, մի ով գիտի դրանով են զբաղվում։ Ապեր, դե որ բան իմանաս ինձ անպայման իմացարա էլի։ Մխո ջան, նենց անհանգիստ եմ։ Լավ, ապենյակ, խաբար կանեմ, դու սաշկավատ միելի է, գնա գլոխդ կախ, սաղի էդ հավասար ծառայի, դավայ։ Լավ, ապեր։ Դավադի տարիները։ Քերոչը նեղացրել են սաղորը տրիվուժի տանում։ Բայց տենը մեզ չէ իգրենչու, ծառայեցի պրծա եկա, էլի հանգիստ չեն թողում։ Հարս լուծող տղայնյակը մնամա հարս լուծող տղայնյակ, էլի ոզորով չի։ Ես չեմ հասկանում, ուրիշ խելքը գլխին տղա չկա, որ ասեն քեզ են անդադ ասում։ Իգրենչու, եսի հեմի ուրիշ սերիալներ մազերից հետ բռնել էի, գցել էի գերին, տշում էի արդեն, հա։ Երեխեք, ինչ որ լրագրող ա եկել, հարևաններից ձեր հոր մասին է հարցնում։ Արդեն։ Բա որ ասում էի, հեսա խայտարակ են կլնելու։ Հələ զանգի հորը տես ինչ է ասում։ Ասա մխո։ Տեսնյակ եկել են։ Լրագրողները։ Հա, ասա տենանք ինչ են կան։ Հա ինչ պիտի անես տղա ջան։ Արդար մարդու մասին ինչ պիտի ասեն։ Միայն լավ բաներ։ Անենց որ հանգիստ ճոճորի աղբերս։ Այ օրինակ ձեր հարևանուհին ասաց, որ պարոն Արևշատյանը իրենց սյունն է։ Դուք ինչ կասեք պարոն Արևշատյանի մասին։ Պարոն Արևշատյանը մեր սյունն է, մեր լավ հարևանն է, մեր բարերարն է։ Այսքան ժամանակ չի եղել մի հարցով, որ դիմենք ու մերժվենք։ Ինքը միշտ մեր հետ է, մեր կողքին է ու մեր խնդիրները իր խնդիրներն են։ Շնորհակալություն։ Խնդրեմ աղջիկ ջան։ Արի ես բալիկից հարցնենք, ամենաճիշտը ինքը կասի։ Անունդ կասես բալիկ ջան։ Պարոն Արևշատյանը մեր սյունն է, մեր լավ հարևանն է, մեր բարեկամ, այստեղ սաղ գրված է։ Արա ես իմ է։ Բայց նորմալ հաց կերանք ընկել արա։ Հանք արբիտ։ Ինչա սրտովը չի մեռնեմ ստամոքսիտ։ Սաղ դոշնի աղբեր։ Նորմալ օբյեկտ էր։ Հա նորմալ կարգին հաց տվին ընկեր, դժգոհելու տեղ չունես։ Ապե դոշնի է սաղ։ Ախպեր բենչնա քեզ են շանորը գցե։ Արեն Սամբուլիկի թազա ակնոցները տեսել ես։ Չէ ախպեր։ Բա ախպեր արա, $1000 փող ա տվե ախպեր, սև շուշեքով, թույն ապրավեկով ախպեր, ակնոց առեյա։ Արա ես ասում ինչ է եղել, ընկեր ջան, արա ախպերական թարգ էլի կարբիտ արա։ Արա տենց թիթիզությունների հետևից մի ընկեր, արա մեկը մի հատ բան առնում, վռազ սատկում ես ընկեր արա անիմաստ արա։ Մարդիկ հացի փող չունեն, ընկեր ջան, արա դու դրել ես եսի մնչերից ես խոսում արա։ Դե տապ իմ նեղվելիքը։ Արա ախպորպես մի քիչ ժողովրդի սրտից խոսա, կարբիտ արա։ Բադիա։ Ոնց եք ախպերներ։ Լավ ախպեր։ Լսել ենք Վռամդյան թազա գործմորձ, հա խոսք տվե։ Հա ախպեր, ու դա մենակ թե լինի։ Ապե բա որ հիմա սենց եկար մեզի սենց քոչում կայնած տեսար։ Փողս վեկալ էլի։ Չէ, այ ախպելո ճասիտ։ Ապե ուրիշ բանի համար եմ եկել։ Մենակ իմանաք էսօր ինչ եմ իմանում ախպել։ Ինչ ախպեր։ Ապե չփլեն թևելի տակ վեգալում։ Ինչ ասում արա։ Ապե 100%-անոց ինֆորմացիա կալբի։ Մաշնեն հանի կարբիտ։
Ելով գիտի սրա մասին։ Մեկ էլ աղբել ես։ Հələ նայենք մեր օրենքում կա դրա մասին բան հիշատակում։ Թերթ կարթ հապը։ Տղու թևերի տակ պտի դեզ ըլնի։ Արաբես դեզ ընգերորա։ Հա, բա ինչ ծյապիկ աղպետ, բա տղու վլիս տղու հոտ չգա աղպետ։ Հա, աղպեր։ Հուսով եմ գոնե այսօր ընկերներս մեզ չեն խանգարի։ Դի որ չխանգարեն, էլի ես ուրիշ որ շատ խառնեն։ Հեսա նեն ցավով կոկտեյլ եմ սարքելու քո համար։ Դե դավայ։ Ահի։ Օգնեմ քեզ։ Չէ, ես ամեն ինչ մենակ կանեմ։ Խարա։ Հələ թևերի տակը բարձեցրու չպլե։ Ինչի համար։ Բարձեցրու կասեմ։ Տղեկ խնդրում եմ էլի կթողեք գոնե այսօր իրենչո հետ մենակ մնամ։ Յանին հենց ուզում ես ասես, այսքան վաղ չենք թողել չպլե։ Արի լավ է։ Ապես ինչ ենք իմանում։ Ինչ եք իմանում աղբեր։ Ես թևերի տակ վեգալը մեզ։ Հա։ Խոզում ես աղբեր թևերի տակ։ Արա հա, բա ինչ պետք է անեմ։ Արա ես ինչ ասում տղեկ։ Արա աղբեր։ Արա դե պրինցիպի ճիշտ է անում, էլի աղբեր արա։ Ճապիկ։ Արա աղբերներ։ Խոսքի այսքան վաղ ձեզ չեմ ասե, բայց խոսքի հիմա պահը եկավ, պահը ասունացել է, աղբերներ ջան, պետք է ասեմ։ Ես էլ եմ թևերից տակ վեգալում աղբեր։ Չեմ ավատում ապե։ Արա ովլ տենց աղբել, մենք խենք դրել անիմաստ բուսցնում։ Արա ես էլ աղբեր պարարտանյութ էի տալի բանը յանում, որ լավ բարդամանար։ Արա աղբերներ, արա բերեք էդ մի էշ օրենքն է հանենք, էլի մեր կյանքից արա, ճիշտը վեգալելն է անգեր ջան արա։ Արա մեր հիգիենան է աղբերներ արա։ Մարդիկ խիչ կարենան մեր կողը երկար ու խոսքի սրտանց աղբեր ջան կանգնեն արա։ Արա դե եսի մե աղբեր։ Մի տեսակ բան եղա։ Արա ես բժիշկ տղա եմ, աղբերներ արա, մեկ-մեկ ճիշտ բաներ ասում եմ։ Всё, աղբեր, ջնջվավ այդ բառադի օրենքը։ Դե հելանք Վարսավիրանոց։ Սպասի կարբիտ։ Աղբել դե քանի որ ալթեն այս օրենքը ջնջվեց, ու ոնց որ ծապն էլ ալթեն անկեղծացավ աղբել։ Ես էլ եմ ուզում անկեղծանամ աղբել, քանի որ ես իմ ընկերներից ոչ մի բան չունեմ թաքցնելու աղբել։ Ես էլ եմ աղբել թլաշում եմ թևերի տակ։ Դες մոզ ինչ ես տենում արա։ Մնացիր դու կարբիտ։ Ապեր այդ մոմենտ չի։ Ապե դե ոնց որ քանի որ սաղը տանկեղծացակ, ու ոնց որ մեր կարո աղբեր ասեց, որ գաղտնիք չկա աղբերներից։ Ոբշեմ ես էլ անկեղծանամ աղբեր, այն օրը տենց ծուր մի թրաշվում էի աղբեր։ Զոր թրաշվա աղբեր զես մի ձերս պաղավ զս սաղ թևից տակ է տվի թրաշեց։ Աղբեր լուր չեմ ասում, տենց է եղի աղբեր։ Երկու թևի տակն էլ տենց վեկալար, չէ աղբեր։ Չէ այ աղբեր արա, եսի որ թրաշեցի, ասի դե ես էլ թրաշեմ, որ իրար նմանն են ջոգում ես։ Մարդ չեն էլի, մարդ չեն։ Այսքան մարդկություն չկա մեջները։ Ասում ես, էդ ու մեր եղեն է եղել որ։ Են տիկոյի։ Ոյ ես ծրարա։ Դե արի այսքանից հետո դրանց լավություն արա։ Դրա համար էլ Մարգարիտա, ես դրանց մինչև հիմա լավություն չեմ ուզեց անեմ։ Որտեվ գիտեմ, դրանք այդ լավությանը արժանի չեն։ Խայտարակ եղանք։ Սենց բան սկի չեր եղել։ Ոչինչ։
Ես հիմա մայմլող խոսնակից կասեմ մի բան կանի։ Սպասի։ Մելո։ Պարոն Արեշետ։ Լսի, Մելո, դու գիտես որ շպարգարկեն բացահայտվեց, հա։ Հա։ Դե հիմա գլուխդ աշխատացնում ես, որ հերքես այդ փաստը եղավ։ Հա, բայց չհերքեմ, պարոն Արեշետ։ Դու այդ տղա, որ իմանայի ես կլեի մայմլող խոսնակը։ Մի բան մոգոնի ու հերքի։ Իա, սուխոյ հատկաս հասկացար Մելո։ Տղա, դու մի մոռացի որ սրա համար դու վճարվում ես։ Իա։ Այն Ժանին ինչ է եղել։ Եսի։ Խոսամ եմ հետը։ Անբեմակ խոսաս, առավոտից չոր մի տեսակա։ Նե։ Հմբոն է։ Տենասը չի եկել։ Մարդը իր համար մանկու կա։ Հա, լիս կակաս, ոնց որ մանգալու եք ասելի։ Դա վիճակ է։ Հմբո։ Հա։ Ինչ է համբարձում։ Նորմալ, ահա, որ եկել ես զորամաս ու քեզ համար կայլում ես։ Ոպաման չի եղա։ Լավ է։ Դու սպասի ատան այք ինչ եղի, դու ինչքան գուզես ֆրֆրա։ Հապեր ջան, ես հիմա ընդհանրապես տրամադրություն չունեմ ոչ էլ խոսալուսկի։ Ով է քեզ ընդհանրապես ներս թողել։ Պարոն Բաղդասարյանը։ Հա, դե դու լրիվ պրախոտ ես։ Ես մեր գուբարը դխոսում, էլի։ Հələ արի ապչա։ Քսեմ հասկան երկար ճամփեն կդրեգի ասել էստեղ մի հատ մախբորը չսեն ջեղը։ Գիտես չէ, նես գախնիկ բայել չկա։ Հապեր դե ինձ աղջիկ չեն տալի, հասկան մեզ։ Իմ սիրած Կարինային ինչ չեն տալիս։ Ով չի տա։ Դե չեն ուզում էլի որ ես ու Կարինեն իրար հետ շփվենք։ Հələ սպասի դի Սուսիգի քրոջ մասն է խոսքը։ Հա։ Ինձ խափում ասում են ամուսնացել է, որ իբր հույսս կդրեմ էլի։ Իր այդ խոսում եմ, ասում եմ որ չի ամուսնացել։ Իսկ ինքը կուզեր իրար հետ շփվիկ։ Դե այնքան են ուղեղը կերել որ Բարդ է ապ։ Вообще-то ես այդ սիրային պատմությունը ես բան չեմ մասնագիտ ես։ Բայց կարել եմ բանը մտածել։ Ինչ։ Չէ, մի օրսեմ հաստատ դասածս չես ընդունել։ Չէ, դու ասա։ Հաստատ։ Հա, ո՞ց։ Ապչան, քեզի համապատասխան աղջիկ է պետք, հասկնաս։ Վերջում եմ ցելի կյանք իր հետ պետք է ապրիս։ Այդ կյանքը ոչ կարճ է, երկար է չէ։ Լավ, բաներա դու տեղեկի հետ շփվի, հետո կցրվիս տուն կերտես։ Ընդեր, давай, գնամ եմ տեղեկին տես։ Յա, Ժանի ջան։ Այո, քաջի ջան։ Ես օտպուսկ են տվել։ Չէ, ապեր, փախել եմ։ Ո՞նց փախել։ Ինչի։ Դե այստեղ մի քիչ գործ ունեի, էլի։ Ապեր համել դու պիտի ինձ օգնես։ Հա, բայց ինչ ես փախ, այ ախպեր։ Դե քրոջս մի հատ լակոտ նեղացրել է, եկել եմ դրան տենամ։ Մեկ էլ խնդրում եմ, էլի, ապեր, քո շորերից մի հատ 10-ից հագնեմ, որ սենց չտենան բռնեն, էլի։ Տուն էլ չեմ մտնելու։ Հա, էլի տամ հարց չկա, բայց ասենք դու գիտես որ բռնեն քեզ ինչ կանեն։ Ապեր արի ես շորերի հարցը լուծենք, հետո կխոսանք, էլի։ Լավ, դե արի բարձրանանք վերև։ Մինեժան, ես եկա տղեկին տեսա, հետները խոսացի, ասում են էդի շուտվա թեմա է։ Շտաբի պետը քեզ կանչում է, Մինասյան։ Ինչ որ բան է, հա։ Դե օրեստան պարս կեղն է։ Զինվորը դուր է, Մինասյան։ Էդ ինչ ես արել որ փախել է։ Կարող այդ նամակը դու ես գրել։ Հասա։ Կյանքիս վտանգ կարող եմ հասցնել։ Խնդրում եմ մեզ փրկեք Մինասյանի ձեռքից։ Ես այդ արել եմ որ քեզ փրկեմ, ապեր։ Զինվորն ասում որ իրան աշխատացրել ես։ Ժան իրան ուզում է վնաս տա։ Ասում է եթե Մինասինից չների վենեքս կփրկեմ։ Քարաքարին եմ դրել, մեծ շենքեր եմ գցել, իմ Երևան քո ամեն շենքի հետ, ես իմ կյանքն եմ դզել արհավեր։